Արմ կոմեդիայի տղաները հայտնվել են շատ մեծ քննադատության ալիքի տակ այն բանից հետո, երբ որ իրենց փոդքասթ են կանչել եւ հարցազրույց են արել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Եվ իրենց սոցիալական մեդիաներում եւ YouTube-ում կան տասնյակ կոմենտներ, որոնք որ կոչ են անում բոյկոտել Արմ կոմեդին, unfollow անել եւ այլն։ Եկեք մի քանի հատը կարդանք։ Ընտրել եմ այն կոմենտները, որոնք որ ամենաշատ լայքեր են ստացել։ Կոմենտներից մեկը, օրինակ, «Խեք տենց բարի շփվում, ուղղակի լացս գալիս է, որ այսքան տարի հետևել եմ ձեզ ու հիմա կարող է բաժանվենք»։ Եկել եմ կոմենտեմ գնամ բոյկոտ, չեմ նայելու ձեզ մի 10 տարի նոն-ստոպ հետևելուց հետո unfollow։ Մեկը գրել է, «Էս ոնց տենց համընկավ, որ Ալենին կանչեցիք ու միանգամից Fast Bank-ի հետ ռեկլամի ինտեգրացիաներ սկսեցիք անել»։ Շատերը նաև հիշում են Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին ու ասում են, օրինակ, այս մեկը գրել է, Նարեկն ու Վազգենը հաստատ նման բան չէին անի։ Օրինակ, այս կոմենտն էլ ասում է, որ Ալեն Սիմոնյանի հետ հարցազրույց անելով տղաները Վազգենի ու Նարեկի դեմ կեղծ մատնագրի տակ ստորագրեցին։ Հարցազրույցի հրապարակման թայմինգը էլի մի քիչ հաջող չէր Արմ կոմեդիի համար, ինչպես գիտեք, Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին այս վերջերս ձերբակալել են այն բանից հետո, երբ որ Ալեն Սիմոնյանը դիմում էր ներկայացրել ոստիկանությանը։ Իհարկե շատերը նաև պաշտպանում են տղաներին, ասում են, որ նորմալ չի, երբ որ դու ուզում ես լսել միայն քո քաղաքական հայացքներին համապատասխանող կարծիքներ եւ ասում են, որ ճիշտ են արել, որովհետեւ պետք է նաև հակառակ կողմի քաղաքական կարծիքները եւ դիրքորոշումը լսել, հասկանալ։ Որոշ քննադատություն ուղղված է նաև Ալեն Սիմոնյանին, շատերը գրում են, որ հնարավոր չի նրան լսել, իսկ հարցազրույցը 2 ժամից ավել է։ Շատ հնարավոր է, որ տղաները անդրադառնան իրենց նոր էպիզոդում այս քննադատության ալիքին։ Անպայման գրեք ձեր կարծիքները, լավ են արել, որ Ալեն Սիմոնյանին հարցազրույց են արել, թե չէ, արժանի են նման քննադատության, թե չէ։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մերսի։